Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այբենարանից հաջորդ տարը անցնելուց առաջ մի փոքր վերհիշենք մեր անցածը։ Պատմությունը ունի վերնագիր, սկիզբ, բովանդակություն, վերջ։ Պատմությունը կազմված է նախադասություններից։ Նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ։ Նախադասությունները կազմված են բառերից։ Բառերը կազմված են վանկերից, իսկ վանկերը հնչյուններից։ Հնչյունը արտասանում ենք և լսում, տառը գրում ենք և կարդում։ Հնչյունները լինում են ձայնավոր և բաղաձայն։ Այսօր կսովորենք մի նոր հնչյունի տառերը, ն հնչյունի տառերը։ Ն արտասանում ենք և ասում, ձայնավոր թե բաղաձայն, չի հնչում, արգելքով է արտասանվում, նշանակում է ն բաղաձայն է։ Նուռ, մեծատառ տպագիր ն, փոքրատառ տպագիր ն, մեծատառ ձեռագիր ն, փոքրատառ ձեռագիր ն։ Երեխաներին ցույց ենք տալիս ն և հարցնում, որ տառին է նման։ Եթե վերևի մասնիկը փակենք, կլինի փոքրատառ սն։ Մեծատառների գլխիկը մի փոքր խուճուճիկ է, նայեք, երեխաներ, գալարվում է։ Եվ դրանով է միայն տարբերվում մեծատառը փոքրատառից։ Նուռ, միավանք բառ է, ն գտնվում է բառասկզբում։ Հիմա խաղում ենք խաղ, ասեք ն պարունակող բառեր։ Սկզբում ասում ենք ն-ով սկսվող բառեր։ Նավ, նուռ, նստարան, նապաստակ, նավաստի, նավակ, նկար, նկարիչ, ներկապնակ։ Հետո ասում ենք բառամիջում ն պարունակող բառեր։ Անիվ, մեքենա, դանակ։ Հետո բառավերջում ն պարունակող բառեր։ Նստարան, շրջան, կերան։ Այժմ փորձում ենք երեխաների հետ միասին շրջագծել ն մեծատառը և ն փոքրատառը բանաստեղծության մեջ։ Նկարիչը մատիտներով բազմագույն նկարում է անձրև, սունկ։ Հետո նավակ, նապաստակ, նուշ, նամակ ու սավառնակ։ Նուռ, խնձոր, անուշ, ելակ, հետո արև, հետո բակ։ Երեխաները ցույց են տալիս մեծատառն, համեմատում են փոքրատառների հետ, ասում են, որ բանաստեղծությունն է, ոտանավոր է, յուրաքանչյուր տող սկսվում է մեծատառով, բայց նրանք առայժմ ճանաչում են մեր նշածներից միայն մեծատառն։ Հետո կարելի է նռան հատիկներով պատրաստել մեծատառ ն և փոքրատառ ն, ինչու չէ նաև տարբեր սերմերով, արևածաղկի սերմով, պարզապես ն նռան հատիկով, որովհետև սկսվում են ն-ով։ Սա մեր բանաստեղծության հերոսն էր, ով նկարում էր տարբեր առարկաներ՝ տուն, արև, նկար, վրձին, սունկ, խնձոր։ Գրում են փոքրատառ ձեռագիր ն, մեծատառ ձեռագիր ն։ Ձեռքը վարժվելուց հետո անցնում ենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Կարդում են բառերը։ Հիշում ենք, որ կարող են երեխաները ձայնավորով և բաղաձայնով կազմել ինչպես բաց, այնպես էլ փակ վանկեր։ Քանի որ ն բաղաձայնի հետ մենք ձայնավոր միայն ան ունենք, որ կապենք, կազմում ենք նա բաց վանկը, որը նաև բառ է, դերանուն է, նա, ինչ որ մեկի մասին խոսելիս ասում ենք նա։ Ան փակ վանք է։ Նավն ավելացնենք, դառնա նավ, դա նակ, նորից նավանկը բառի մեջ է։ Մեքենա վերջանում է նայով։ Նորից սկզբում ան, փակ վանքն է։ Անիվ, հիմա վերջում պիտի լինի։ Կերան, շրջան։ Կերանը ծառի կտրած հատվածն է, արմատից մինչև ճյուղերը։ Շրջանը ճանաչում են երեխաները, երբեմն ասում են կլոր։ Պետք է սովորեցնեք, որ ասեն շրջան։
Հետո փորձում են կարդալ իրենց սակավաթիվ սովորած հնչյուններով ու տառերով բառեր։ Սա, ասա, արա, սար, սան։ Սան նշանակում է աշակերտ։ Սա Աննան է, այսինքն կարող ենք հատուկ անուն գրել։ Ասում ենք, որ մարդկանց անունները գրվում են մեծատառով։ Նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դրվում է վերջակետ։ Սա երեխաների գրելիք նախադասությունն է, նույնիսկ կարող են արդեն նախադասություններ կազմել։ Հետո երեխաները մեկը մյուսին կարող են թելադրել։ Նա Արան է։ Ս մեծատառ, արա, ն մեծատառ, սան։ Նաև կարելի է առանձին թելադրել մեծատառերն ու փոքրատառերը, որպեսզի երեխաները չշփոթեն։ Կարելի է նաև պատմել փոքրիկ պատմությունը դպրոցական երեխաների մասին։ Նարեն և Նարեկը դպրոցական են, առավոտվա շտապում են դպրոց։ Նրանք անցնում են ոլորապտույտ ճանապարհով։ Նարեն սիրում է դպրոց գնալ, Նարեկը նույնպես։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասի